Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ Երևանում վարչապետի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցեր, Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների հակազդման միջոցառումները։ Ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներով խիստ անհանգստացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Եվրամիությանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Հայաստան հիբրիդային սպառնալիքներից պաշտպանելու համար։ Այս տեղեկությունը տարածել էր Ազատություն ռադիոկայանը։ Արտգործնախարարության խոսնակը ըստ էության չէր հերքել եւ հղում էր արել ամիսներ առաջ այս թեմայով արած իր մի հայտարարության։ Այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, մեջբերում 1988-ին Ադրբեջանի ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում հարյուրավոր սպանված հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Մեջբերման ավարտը։ Թեև հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է նաև այսօր, եւ Արցախի էթնիկ զտումը հենց Սումգայիթի անպատիժ գործության շարունակությունն է, մեր արտգործնախարարությունը 2023-ին տեղի ունեցած Արցախի հայաթափման վերաբերյալ որևէ հիշատակում չի արել։ Հավանաբար, որովհետև Ադրբեջանի հետ խաղաղության է ցանկանում հասնել։ Ոչ արևմտյան Ադրբեջանին քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացրել ՄԱԿ-ի եւ Եվրոպական խորհրդի Երևանյան գրասենյակների դիմաց, միջազգային կառույցներին փոխանցելով իրենց նամակ դիմումները։ Ըստ նախաձեռնության համահիմնադիր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի իրենց նպատակն է հակազդել Բաքվի ագրեսիվ ռետորաբանությանը եւ միջազգային հանրությանը իրազեկել Հայաստանի նկատմամբ առկա տարածքային սպառնալիքների մասին։ Ձևավորել ենք ոչ արևմտյան Ադրբեջանի քաղաքացիական նախաձեռնությունը, ինչպես ասել եմ, սա վերկուսակցական նախաձեռնություն է եւ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետ մեր հասարակության անհամաձայնությունը փորձենք միջազգային կառույցներին տեղ հասնել։ Երկու խնդիր ենք լուծում։ Առաջինը մեր հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը, որտեղ առիթ ունեցել եմ ասել եւ կրկնում եմ, այդ արևմտյան Ադրբեջանի օրակարգը, որ պետականորեն խրախուսվում է Բաքվում, դատարկ կարգախոս չի։ Դա պետության նախագահի աշխատակազմի մակարդակով խրախուսվող ծրագիր է։ Հենց երեք այդ համայնքի ղեկավարը էլի իմպերատիվ պնդում էր, որ պետք է վերադառնան արևմտյան Ադրբեջան, իսկ այդ արևմտյան Ադրբեջան, որ իրենք ասում են, Հայաստանի Հանրապետությունն նկատի ունեն։ Սուրենյանցը նաև զգուշացրել է չտրվել իշխանական մանիպուլյացիաներին, թե ադրբեջանական կողմը այդ տերմինի տակ նկատի ունի Արցախի կամ հարակից տարածքները։ Քաղաքագետի խոսքով Ադրբեջանը թիրախավորում է բուն Հայաստանը ու նման պայմաններում հանրության անգործությունը անթույլատրելի է։ Սուրենյանցի պնդմամբ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները լինելու են քաղաքակրթական ընտրություն Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտների միջև։ Նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած հայրենիք կուսակցությունը որոշել է չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության գործադիր մարմինը անդամներին, համակիրներին եւ աջակիցներին հորդորել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին։ Բավրայի մաքսային անցակետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով, հայտնել է ՊԵԿ-ը։ Խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ը հորդորել է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշենի եւ Գոգավանի մաքսային անցակետերով։ Ավելի վաղ վրացական կողմը փակել էր Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի Նինոց-Մինդա-Բավրա անցակետի տեղամասը։ Հայաստանի գյուղատնտեսության համար սեզոնային բնույթը հաճախ վերածվում է լուրջ մարտահրավերի, երբ բերքահավաքի պիկին Լարսի անցակետը փակվում է, իսկ տրանսպորտի գինը եռապատկվում, հայ գյուղացին հայտնվում է փակ ուղու առաջ։ Հենց այս խնդիրների լուծմանն է ուղղված Սամվել Կարապետյանի առաջարկած տնտեսական 5 քայլերից 4-ը՝ Հայաստանի գյուղերում ժամանակակից մթերման կայանների ստեղծումը։ Այս բոլորը բերում է նրան, որ գյուղացին ծիրանը սկսում է վաճառել սեզոնի պիկի ժամանակ այն գնով, ինչ գնով որ ունի ինքնարժեք։ Եվ Հայաստանը իր տնտեսական ամենամեծ առաջնահերթությունից զրկվում է։ Որակյալ ծիրանը վաճառում ենք ընդամենը 15-20 օրվա ընթացքում, վաճառում ենք շուկականից ցածր գնով եւ մեր գյուղացին չի օգտվում, մեր ձեռնարկատերը ռիսկի տակ է լինում։
Ըստ գյուղատնտեսի, մթերման կայանների եւ սառնարանային տնտեսությունների արկայությունը թույլ կտա բերքի կյանքը երկարացնել 30-ից 40 օրով։ Սա նշանակում է, որ գյուղացին ստիպված չի լինի 15-ից 20 օրվա ընթացքում ջրի գնով իրացնել որակյալ բերքը։ Շուկայական ցնցումների ժամանակ մթերման կայանը կդառնա այն անվտանգության բարձիկը, որը թույլ կտա սպասել բարենպաստ պայմանների եւ արտահանել ապրանքը շահավետ գնով։ Մթերման կայանները, որը որ մեր երկրի համար մեկ խնդիրն է, էդի մեր Հայաստանի գյուղատնտեսության երկարակեցության գաղտնիքն է։ Ինքը ունի ամենակարևոր առավելությունն է, որ շուկաները խնդիր է լինում, լարսը փակվում է, մթերման կայաններ չունենալու պատճառով ծիրանի գինը լինում է 100 դրամ։ Իսկ եթե մթերման կայաններ լինի, մենք կարողանանք ժողովուրդը կարողանան իրանց բերքը մի ամիս 40 օր կյանք երկարացնեն, դա գյուղատնտեսության 90% թող համաձայնեն վատ մշակեն, խնդիրներ լինի, դա 10% գնի ինքնարժեք կազդի, բայց սառնարանային երկարակեցությունը դա ուղղակի գաղտնիքն է գյուղատնտեսության, որը որ հենց շեշտը ամենաճիշտը դուք դրել եք ամենակարևորի վրա։ خیلی جدی وارد عناصر یک توافق شدیم. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում տեղի ունեցած բանակցություններն անվանել է ամենաինտենսիվը եւ նշել, որ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Կողմերը քննարկել են պատժամիջոցների վերացումը եւ միջուկային ծրագրին վերաբերող քայլերը, սակայն լուրջ տարաձայնությունները դեռ պահպանվում են։ Թեհրանը պահանջել է չեղարկել պատժամիջոցները, իսկ Վաշինգտոնը պնդել է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից եւ հեռահար հրթիռների ծրագրից։ We're honored to be joined tonight by Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին։ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը մշակում է հրթիռներ, որոնք շուտով կկարողանան հասնել Միացյալ Նահանգներ, թեև հետախուզական տվյալներն այլ բան են ցույց տալիս։ بعدم میگن اینا تروریستن Ի պատասխան Իրանի զինված ուժերը զգուշացրել են ԱՄՆ-ին զերծ մնալ ռազմական գործողություններից։ گفته که ایران باید اعلام بکنه ما سلاح هسته‌ای Ցանկացած անխոհեմ քայլ կբորբոքի ամբողջ տարածաշրջանը եւ կարժանանա պատմական պատասխանի։ Իրանի ղեկավարությունը վերահաստատել է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել, իսկ իրենց հրթիռները միայն պաշտպանական նպատակ ունեն։ Տարածաշրջանում տիրող խիստ լարվածության պատճառով Կանադայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել Իրանը։ Դիվանագիտական շփումները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում, որտեղ կողմերը կքննարկեն տեխնիկական հարցերը։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հարաբերությունները վերածվել են բաց պատերազմի։ और पाकिस्तान की टेरिटोरियल इंटीग्रिटी को सेफगार्ड करते हुए Պակիստանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ Աֆղանստանում իրականացված ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է Թալիբան շարժման 274 մարտիկ, իսկ ավելի քան 400-ը վիրավորվել են։ Ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 115 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր, զրահամեքենաներ եւ հրետանի։ Պակիստանի զինուժը հրթիռներով հարվածել է Աֆղանստանի խոշոր քաղաքներին, այդ թվում նաև Քաբուլին։ Թիրախում եղել են Թալիբանի ռազմական գրասենյակներն ու հենակետերը։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենց համբերության բաժակը լցվել է։ Նա մեղադրել է Թալիբանին ահաբեկիչներին ապաստան տալու եւ Աֆղանստանը Հնդկաստանի գաղութի վերածելու համար։ Աֆղանստանի իշխանություններն անմիջապես պատասխան գործողություններ են սկսել սահմանային Դյուրանդի գծի երկայնքով։ Թալիբանի ուժերը հարձակվել են պակիստանյան ռազմական դիրքերի վրա։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատասխան գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Ըստ աֆղանական կողմի իրենք սպանել են 55 պակիստանցի զինվորի, գրավել 19 հենակետ եւ 2 ռազմաբազա։ Իսլամաբադի տվյալներով հարվածների հետևանքով սպանվել է 133 աֆղան զինյալ, ավելի քան 200-ը վիրավորվել են։ Պակիստանյան կողմը հայտարարել է նաեւ 27 հենակետ ոչնչացնելու մասին։ Уважаемый господин премьер-министр, уважаемые коллеги. Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել կրակը եւ առաջարկել է իր միջնորդությունը բանակցությունների համար։ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են լարվածության նվազեցման հնարավորությունները։ Այս ամենին զուգահեռ Պակիստանում սկսվել է աֆղանստանցիների արտաքսման գործընթացը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Վլադիմիր Զելենսկուն թույլ տալ տեսուչներին ստուգել Դրուժբա նավթամուղի վիճակը։ Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան ստում է վնասվածքների ծավալի մասին։ Ըստ նրա, նավթամուղը փակվել է ոչ թե տեխնիկական խնդիրների, այլ քաղաքական պատճառներով։ Կիևը պնդել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման հետևանքով։ Հունգարիան և Սլովակիան ստեղծել են համատեղ քննչական հանձնաժողով տեղում իրավիճակը ստուգելու համար։ Օրբանը հորդորել է Ուկրաինայի նախագահին ապահովել տեսուչների մուտքը վթարի վայր։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես կոչ է արել Զելենսկուն արագացնել նավթամուղի վերանորոգումը։ Լարվածության սրման ֆոնին Հունգարիան արդեն արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և դեմ քվեարկել։ Բացի այդ, Բուդապեշտը հայտարարել է, որ թույլ չի տա Եվրամիությանը Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնել։